Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցում Հայաստանի ես եմ նախաձեռնության հիմնադիր եւ ղեկավար Նայիրի Սարգսյանն է, շնորհակալ եմ պարոն Սարգսյան, մեր հավերն ընդունել համար։ Խորհրդարանը արդեն սկսել է իր աշխատանքները եւ կարծում կարելի է առաջին արդեն երրորդ օրն է այս նիստերից տպավորություն ստանալ կամ հասկանալ, վերլուծել, թե ինչպիսի խորհրդարան մենք ունենք։ Խնդրեմ ձեր գնահատականը, ինչ խորհրդարան մենք ունենք եւ իշխանությունն ինչպիսի դիրքում է, ընդդիմության երկու ֆրակցիաներն ինչպիսի դիրքում են, խնդրեմ։ Բավականին բարդ է եւ վաղ է այս բան գնահատականներ տալը, մի քանի մասի պետք է բաժանենք գնահատականների process-ը, որովհետեւ խորհրդարանի աշխատանքը պետք է հասկանանք որքանով է համահունչ հասարակական պահանջմունքներին եւ ակնկալիքներին։ Ինչպիսի ակնկալիք ունի հասարակությունը, դե բնականաբար իշխանության ընտրողներին թողնենք մի կողմ, ընդդիմությանը խորհրդարան գործողողները ինչպիսի ակնկալիք ունեն, իշխանապողության ակնկալիք կամ օրակարգի են սպասում, թե ուղղակի որևէ նախագծերի իրագործման։ Այո, խորհրդարանի մասին է խոսքը։ Իհարկե, որտեղ որտրողներն են ի վերջո գործողել նրանց։ Եթե մեր ակնկալիքներին, այսինքն անձնական այդպես կարծիքի ձևակերպման հետևից գնանք, եթե ես ունենայի ակնկալիք, ապա էսենց կլինի այնտեղ։ Տեսեք, ինչ որ հետախուզական փուլում են գտնվում երկու կողմեր, իշխանությունը հետախուզում է դեռևս ընդդիմությանը, բացահայտումներ իր համար կատարում, կարծես թե ընդդիմությունն էլ որոշակի հետախուզական աշխատանքներ է տանում, բայց իշխանությունը սկսեց անմիջապես խորհրդարանական աշխատանքների մեկնարկը ստով եւ կեղծիկով, ինչպես միշտ։ Իշխանությունը ասաց՝ եկեք հանդուրժողականության, համագործակցության փուլ թևակողենք, միմյանց հետ համագործակցենք եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության աշխատենք։ Բայց միևնույն ժամանակ ազգային ժողովի բարձր պաշտոններ գործ ուղեց Վահագն Ալեքսանյանին, Հայկ Կոնջորյանին, ինչու եմ միտումնավոր անունները շեշտադրում, որտեղ ես չեմ սիրում այդպես անվանական։ Ակնհայտ է, չէ՞, որ այդ մարդիկ, այս երկու գործիչները համենայն դեպս շատ անուններ, որից կարող եմ թվարկել, եղել են իշխանության հակակրանք, նողկանք առաջացնող գործիչները կամ գործիչներից մի քանիսը։ Հիմա ասել, որ եկեք համագործակցության դաշտ եւ հասարակության նույնիսկ ԿՊ ընտրողների համար այդ մարդիկ զզվանք են գեներացնում, հակավարկանիշ են գեներացնում անդադ։ Այս մարդկանց գործուղել խորհրդանի բարձրակույն պաշտոններին, սա նշանակում է, որ ստում են։ Այսինքն նրանք այս պահին ընդհանրապես այդպես ընդդիմությանը փորձում են մոլորեցնել, խաբեության ճանապարհով բերեն իրենց դաշտ, այնուհետև անցնեն ռեպրեսիաներին, անցնեն ընդ որում, գիտեք, մի քիչ էլ այստեղ նկատում են որոշակի իշխանությունների կողմից կամ ԿՊ-ի այդ խմբակցության կողմից սադրանքի դրսևորում որոշակի, որ այ կասենք կանեք, կասենք խելոք նստեք, խելոք կնստեք, ուղղակի ընդդիմությունը պետք է շատ զգոն լինի խորհրդարանը, որպեսզի հանկարծ սադրանքին չտեղի։ Պարոն Սարգսյան, ինձ հետաքրքիր է, շատ տեղին դիտարկում եք անում, ես էլ հենց այդ իշխանության մարտավարությունը ուսումնասիրության առել, որովհետև իշխանությունը ինչ է ասում ըստ էության, եթե տեքստը բացենք իրեն, որ եկեք խորհրդարան, ձեզ խելոք պահեք, լավ կլինի։ Ու բառից բունի իմաստով ընդ որում։ Այո։ Հիմա բայց ընդդիմության պատասխանը ինձ համար անհասկանալ էր։ Օրինակ լավ, այնտեղ մի դրվագ կար Իշխան Սաղաթելյանը, որ քաղաքական երկար ճանապարհ անցել դրանով ասաց, որ մեր խնդիրը ձեր հետ անձնական չի, որ Արցախի հարց կա, բայց մնացածի խոսքը որ լսում ենք, ասենք մեկ ասում է դե մեր ընկերոջը ձերբակալել եք այ դրա համար, այ որ ազատ արձակեք ոնց որ թե բան, մյուսը ասում է որ դուք հայոյանքով եք խոսում, բայց խնդիրը հայոյանքը կամ մարդկանց ձերբակալությունը չի, չէ։ Խնդիրը այդ եթե մենք նայում ենք գաղափարական, հայկական շահի տեսանկյունից, խնդիրը այն է, որ այդ խումբը գործում է հայկական շահին դեմ։ Եվ այստեղ ինչքան ուզում են գեղեցիկ բառերով խոսեն, ուզում են հայոյանք չտան խորհրդարանը, միևնույնն է իրենց գործունեության էությունը հակահայկական է։
Եվ այստեղ արդեն կոմպրոմիս չի կարող լինել։ Բայց այս ընդդիմության մոտ նկատեցի, գուցե մեծ մասը նորեկներ են դրանից էր, որ իրենք ուզում էին դիսկոմֆորտից դուրս գալ, կոնֆլիկտային իրավիճակների մեջ չմտնել եւ ինչ որտեղ համաձայնվել ԿՊ-ի հետ այդ կառուցողական աշխատանքի, բայց այդ կառուցողական աշխատանքը հակահայկական է լինելու։ Ես չեմ կարծում, որքան էլ քննադատաբար մոտենանք ընդդիմադիր երկու ֆրակցիաները, որ իրենք պատրաստ են հակահայկական աշխատանքի։ Սա անփորձություն է, միամտություն է, ինչ է կարծել, որ իշխանությունը ուզում է, այսպես աշխատանքային միջավայր ապահովել։ Տեսեք, երկու խմբակցությունում էլ 1-2 հոգի կային падգամավորներ, որոնց ելույթը սուր էր, որոնց ելույթը իշխանությունների համար հարկավարկանիշ գեներացնող էր, այսինքն ուղղված էր կոնկրետ հասարակության ակնկալիքների բավարարմանը։ Եվ անմիջապես թիրախավորվեցին ԿՊ-ի կողմից։ Կրկին անուններ չհնչեցնեմ, ժամանակի ընթացքում պետք է լինի անուններով խոսենք։ Տեսեք, անմիջապես թիրախավորում են ու հարձակում են գործում այս մարդկանց վրա։ Մնացածի գործունեությունը դեռևս չի կարելի գնահատել գործունեություն։ Դեռևս պետք է սպասել, կարծում եմ։ Իսկ ինչ վերաբերում է կոմպրոմիսային եւ ներողություն արտահայտության սկուտը ուտելուն իշխանությունը, դա անթույլատրելի է, նամանավանդ եթե ուժեղ Հայաստանի մենք կարող ենք որոշակի համբերատարությամբ դեռևս սпасել ասել դեռ նոր ուժ են, դեռևս քաղաքական միտքը լավ չեն կրում, լավ չեն պատկերացնում եւ այլն եւ այլն, Հայաստան դաշինքը արդեն բավականին փորձառու է, փորձառու падգամավորներ են գրկել խմբակցության մեջ։ Հետևաբար անթույլատրելի է գնալ որևէ կոմպրոմիսի, ինձ համար, եթե մենք պետք է այսպես կշերքի նժարին դնենք հայհոյա խառն միմյանց վիրավորանքով խոսելը եւ հայկականության, պետականության, Հայաստանի Հանրապետության դեմ գործունեություն, ապա ավելի լավ է հայհոյա խառն խոսենք, քան թե Հայաստանի Հանրապետության դեմ գործեն։ Մարդիկ փաստորեն սխալվել են, որ հայրենասեր են եղել եւ հայրենասիրությունից դրդված մտածել են, որ Արցախը իրենցն է, իսկ հիմա փաստորեն կեղծ հայրենասիրություն ա եղել կամ չգիտակցված հայրենասիրություն է եղել եւ Արցախը համարում են իրենցը չի, նույն տրամաբանությամբ ջերմուկի զավթված տարածքները համարելու են, որ իրենցը չի, նույն տրամաբանությամբ Տիգրանաշենը, Վերին ոսկեպարը եւ այլն, հիմա նմանատիպ գործելավոճով, նմանատիպ նախատրամադրված իշխանության հետ գնալ որևէ կոմպրոմիսի անթույլատրելի է։ Այո, մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում քաղ բանտարկյալներ, այո, դա անթույլատրելի է, բայց մեր գլխավոր խնդիրը քաղբանտարկյալները չեն։ Մեր գլխավոր խնդիրները մեր ընկերների ազատ արձակումը չէ։ Մեր գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, պահպանությունը եւ հարատևումն է։ Կարողանում ենք գնալ դրան, պետք է գնանք։ Եթե մենք պետք է կշերքի նժարին դնենք, որ ազատ արձակեք մեր ընկերներին կամ ազատ արձակեք քաղբանտարկյալներին կամ քաղբանտարկյալների օրակարգը դարձնենք առաջնային օրակարգ, սա ինձ համար այդպես կամ ինձ համար չէ լավ։ Ընդդիմությունը ուղղակի ոչնչանում է դրանով, ինքնաոչնչացման փուլ է մտնում։ Ընդ որում որովհետև ներողություն բանձ, որովհետև քաղբանտարկյալները ըստ էության պատանդներ են, դա նույնն է, որ հիմա ասենք Բաքվում պահվող պատանդների ազատ արձակման դիմաց դու զիջես հայկական շահ ասես դե հա բոլորս էլ ուզում ենք այդ մարդիկ ազատ արձակվեն, բայց այդ ազատ արձակումը չի կարող, օրինակ ասեն եկեք այսինչ գյուղերը հանձնեք, մենք այդ մարդկանց ազատ կարձենք, կներեք ես վստահ եմ այդ մարդիկ էլ են դեմ ազատ արձակվել հայկական շահերի հաշվին։ Հիմա քանի որ ասացիք մեր գլխավոր խնդիրը այո քաղաքապետարյանները պիտի ազատության մեջ լինեն, բայց թե ոնց որ կռիվը դրա համասին չի եղել, այդ կռվի ընթացքում են իրենք գերի ընկել։ Հիմա նաև ես նկատում եմ երեք խորհրդանում եղան մի քանի կարևոր բացասական դրսևորումներ ընդդիմադիրների կողմից առանց անուններ նշելու եւ հանրությունը քննադատաբար է մոտենում, ճիշտ էլ անում է։ Հիմա ինչ ես լսում եմ հակառակ կարծիք, մարդիկ ասում մի քննադատեք ընդդիմության, ինչու եք ուզում վնասել այս ֆրակցիան, բայց կներեք մեր խնդիրը այդ ֆրակցիաները ունենալն է, թե Հայաստանի շահերը սպասարկելն է։ Սա էլ հարց է թե չէ։ Տեսեք, շատ կարևոր հարց բարձրացրեցիք, որովհետեւ ընդդիմադիր խմբակցությունների մեջ ու շատ այդ թվում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մեջ ինչ որ անհասկացվածության խնդիր գոյություն ունի։ Եթե ընդդիմադիրներին չես սիրում, ուրեմն դու հաստատ իշխանությանն ես սիրում։ Կամ եթե ընդդիմադիրներին այդպես որոշակի քննադատության ես ենթարկում, ուրեմն դու հաստատ իշխանական ես։ Հիմա մենք գալիս ենք հասարակական ընկալումից եւ տրամաբանությունից։ Պարտադիր չի, որ իշխանությունից զզվող հասարակությունը անպայման սիրի ընդդիմությանը։ Ոչ։ Դրա վառ ապացույցն են 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների։ Այո, շատ բարձր մասնակցություն տեղի ունեցավ, բայց շատ մարդիկ չգնացին ընտրության։ Ինչու չգնացին ընտրության։ Որովհետև հավասարապես զզվում են եւ իշխանությունից եւ ընդդիմությունից։ Հավասարապես չեն վստահում եւ իշխանությանը եւ ընդդիմությանը։ Տեղեք դուք ոչ թե այդպես արհեստական օրակարգեր բերեք, այլ դուք գիտակցեք, ինչի մարդիկ ձեզ չեն սիրում, ինչի մարդիկ ձեզ չեն վստահում։ Գնացեք աշխատեք խնդրի ուղղությամբ։ Այստեղ ամենակարևոր խնդիրը, որ
բժշկական տրամաբանությամբ աշխատանք չեն կատարում գործիչների երևի 99%-ը մոտավորապես։ Մինչև չլինի խնդրի ախտորոշում, չի կարող ուղղակի լինել բուժում, դա բացառված է։ Մտնում ես դաշտ, գիտեք, միայն քաղաքական դաշտում չի, այդպես լայն շփման դիրույթում, որ դիտարկում ենք, բիզնեսում էլ է շատ հաճախ այդպես, կրթության ոլորտում է այդպես։ Մարդը մտնում է մի ոլորտ, միտք է գեներացել ինչ որ մտնում է որոշակի գործունեություն ծավալելու, բացարձակ գաղափար չունի խնդրի էության մասին, բացարձակ գաղափար չունի ոլորտի մասին։ Եթե մենք, գիտեք, եթե մեր գործիչները ցավոք սրտի իհարկե այդպիսին են, չեմ պատկերացնում այս պարզ տրամաբանությունը, ուրեմն մենք ունենք շատ բացասական սպասում, այսինքն մեր հայրենակիցները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շարունակելու են չվստահել ընդդիմությանը եւ նոր ձևավորված կամ նոր ձևավորվող դեռևս կարող են լինել սահմանային փուլում կազմակերպություններ, նոր ուժեր, թերահավատորեն են վերաբերվելու։ Սա շատ վատ է։ Գիտեք, հետաքրքիր օրինակ վերեցիք, ես այստեղ գալիս հենց մի այդպիսի իրավիճակի մասին եմ մտածում, իշխանությունը պատկերացնելով որպես հիվանդություն։ Ավելի շուտ ոչ թե հիվանդություն, այլ հիվանդության երևացող մասը, ախտանիշը, արտաքին ախտանիշը, որ մենք տեսնում ենք, հա։ Եվ բնական է, որ հիվանդության դեմ պետք է պայքարել, բայց օրինակ եթե լյարդի խնդիրներ կան եւ դա արտաքինից երևում է աչքերի դեղնացությամբ, չի կարելի պայքարել աչքերի դեղնացության դեմ, պետք է պայքարել լյարդը առողջացնելու դեմ։ Բայց մեր քաղաքական դաշտում հաճախ երբ կամ երբեմն գիտեք ինչ ենք նկատում, որ սա երևի թե հանրային բանի գործընթացի այլանդակության դրսևորում է։ Երբ որ ասենք լյարդի ցերոզը ինքը պայքարում է աչքերի դեղնացության դեմ, չհասկանալով որ այդ խնդիրը ինքն է, հա, խնդիրը ինքն է, էլի ոչ թե աչքերի դեղնացությունը։ Հիմա այս իմաստով տեսեք, այո, հասարակությունը պետք է ասել, հիմա այս խմբակցություններին տրված է շանս արդարացնելու հասարակության սպասելիքները։ Նախ ասենք որ այդ շանսը գլխավոր փուլում չեն արդարացրել, այսինքն ընտրություններով իշխանությանը չեն հեռացրել։ Եվ սա արդեն պատճառ է քննադատելու այս խմբակցություններին։ Երկրորդը խորհրդարան գնալն էր։ Հիմա եթե իրենք խորհրդարան գնալու են, որ առանց օրակարգի, ասած առանց օրակարգի եւ իշխանության հետ չաշկալ-լոշկալ լինելու, կներեք, սա երկրորդ փուլն է, որ այդ խմբակցությունները քաղաքական թիմերը պիտի թիրախավորվեն հանրության կողմից, որովհետեւ կներեք, դուք նախ ասում եք, որ ընտրություններով մենք հեռացնելու ենք Փաշինյանին, դա չստացվեց, հետո ասեցիք գնում ենք խորհրդարան, որ պայքարը շարունակենք, եթե դա էլ չստացվի, դա կնշանակի դա վերջնագիր է արդեն հասարակության, դե պայմանագրի լուծարում է հասարակության եւ այդ քաղաքական խմբերի միջեւ։ Եվ որքան եթե այդպիսի իրավիճակ ունենք, որքան շուտ լուծարվի այդ պայմանագիրը, հասարակությունը այնքան շուտ հնարավորություն կստանա նոր լուծումներ գտնելու։ Իհարկե։ Համամիտ եմ լրի, որովհետեւ հիշեք մենք այդ թվում զրուցել էինք մանդատները վերցնել չվերցնելու վերաբերյալ, քննարկում էինք կատարել այդպեսին։ Եվ մանդատ վերցնելը պետք է լիներ ընդհանրապես հացանցյալ գործիք, ինքը չպետք է լինի ինքնանպատակ։ Այսինքն մանդատ վերցնելը ենթադրում է տրամաբանական գործողությունների շղթա, որը ուղղված է իշխանության հեռացմանը։ Այդ թվում այսօրվա մեր զրույցի սկզբում մենք եւս դրան անդրադարձանք, որն է մեր հասարակության ակնկալիքը՝ իշխանապողությունը, սա այդ թվում ընտրության արդյունքներով ակնհայտ էր։ 50+% Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մերժել է այս իշխանությունների։ Ընդ որում, ես հիշում եմ նաև հասարակական լայն արձագանքը մանդատ վերցնել չվերցնելու վերաբերյալ, որ մեծամասնությունը դեմ էր մանդատ վերցնելուն։ Այսինքն մարդիկ ակնկալում են առերևույթ իշխանության հեռացում։ Չեն ցանկանում օրենսդրական գործունեություն, չգիտեմ, այնտեղ առաջարկների ներկայացում կառավարությանը։ Եթե հետ ենք վերադառնում մեր թիմի տրամաբանությանը, մենք առաջարկների ներկայացում առանց խորհրդարանի եւս կարողանում ենք իրականացնել, կարողանում ենք հասարակությանը իրազեկել, թե ինչ ենք ցանկանում իշխանությունից։ Դրա համար խորհրդարան ամենևին պետք չի։ Այդ դեպքում ո՞րն է խորհրդարան գնալու իմաստը, եթե չկա օրակարգ, եթե չկա գործողությունների շղթա, որը ուղղված է իշխանության հեռացմանը։ Պետք է որոշակի դեռևս համբերատարություն կարծում դրսևորենք, սպասենք։ Հետաքրքիր է որ քաղաքական տեքստերի իմաստով քաղաքացիական պայմանագիր իհարկե մեր պետության հաշվին, մեր պետության, մեր ժողովրդի շահերի հաշվին ինչ որ փորձառություն է ձեռք բերել եւ ԿՊ-ից ստիպված էին ընդդիմադիր խմբակցություններին հիշեցնել, որ իրենք եւս խորհրդարանական իշխանության մաս են, անկախ նրանից որ ընդդիմություն են։ Եվ այո, խորհրդարան այս գիտակցումն էլ պիտի լինի, հա, կարծում որ
խորհրդան գնացող խմբակցությունները կրում են պատասխանատվություն տեղի ունեցող գործընթացների մասով։ Այսինքն Հայաստանը ես եմ նախաձեռնությունը, Նաիրի Սարգսյանը, այլ քաղաքական նախաձեռնություններ առավել պակաս պատասխանատվություն ունեն, որտեղ իրենք խորհրդարան չեն գնացել կամ չեն ուզել կամ չեն կարողացել, բայց ովքեր գնացել են խորհրդարան, իրենք պիտի հասկանան, եթե չեն կարողանում կասեցնել այդ գործընթացները, որոնք տեղի պիտի ունենան, ընդդիմությունը արդարացիորեն դրա մասին խոսում է, ապա այդ դեպքում իմաստը ո՞րն է խորհրդարանում լինելու։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, երկու կարևոր առաքելություն ունի ընդդիմությունը։ Խոչընդոտել, կասեցնել իշխանության պետականական գործունեությունը, միևնույն ժամանակ պետականաշինության վերաբերյալ գործուն առաջարկ ներկայացնի, հետևողականորեն աշխատացնի իշխանությանը, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Բայց չգիտես ինչու Հայաստանը տրամաբանությունը փոխված է։ 8-րդ գումարման ազգային ժողովի վերջին նիստերին նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, որ այդ տեսեք իշխանությունը այդ թվում դրա համար է, որ ընդդիմությանը աշխատացնի։ Այդպիսի ելույթ ունեցավ ազգային ժողովում։ Գիտեք, ամեն ինչը հակառակ տրամաբանությամբ է աշխատում։ Ընդդիմության առաքելությունն է իշխանությանը աշխատացնելը։ Ընդդիմությունը շատ դեպքերում մանդատ է ստանում իշխանության գործունեությունը վերահսկելու համար։ Այսինքն ինքը պետք է իրեն վերահսկիչ լիազորություններով օժտի եւ յուրաքանչյուր գործողության հետևից գնա անդադ։ Կլինի դա կոռուպցիոն գործունեություն բացահայտումներ, դա կլինի Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի արդեն վաղուց մեկնարկած լուծարային գործընթացի կասեցումներ, կլինեն նոր շինարարությունների առաջարկներ, որովհետև ակնհայտ է, չէ, որ այս իշխանությունը եւ չունի բավարարչափով գիտելիքներ, որպեսզի կարողանա այդպես միտք գեներացնի եւ որոշակի լավ ինչ որ դրական գործողություն կատարի, եւ ակնհայտ է, որ նա չունի ցանկություն Հայաստանի Հանրապետության շենացման։ Հետևաբար այս երկու գործողությունը զուգահեռ ընդդիմությունը պետք է տանի։ Հիմա տեսեք, գանք արդեն մի կարևոր թեմայի, որը երեկվանից կա մեդիա դաշտում, միջազգային մամուլում, եւ ես կարծում սա օրինակ երեկվա քննարկումներում արդեն պետք է երևար, եւ ընդդիմություն սրա մասին պիտի խոսար, թեպետ չեն խոսել, ուսանք գոնե այսօր կխոսեն։ Եվրամիությունը, մասնավորապես Իտալիան քննարկում է մի նախաձեռնություն, որով պատրաստվում են, քննարկում են պետությունների շարք, որտեղ պիտի ուղարկեն Եվրամիության միգրանտներին, այսինքն աֆրիկյան երկրներից, արաբական երկրներից, Մերձավոր Արևելքից, հիմնականում գլխավորապես Իսլամադավան, տասնյակ հազարավոր միգրանտների ուղղեն երրորդ երկրներ։ Եվ այդ երրորդ երկրների շարքում, չգիտեմ, Գանայի, աֆրիկյան որոշ պետությունների, Ուզբեկստանի շարքում կար նաև Հայաստանի Հանրապետությունը։ Նախ վերաբերմունքը այս քննարկումներին եւ երկրորդը արդյոք հնարավոր էր առանց Հայաստանի իշխանության հետ քննարկելու Հայաստանում ներառել այդ ցանկում, որտեղ որոշումներ են, չէ, կայացվել, այսինքն եթե որոշեցին ուղարկել Հայաստան, այնպես չի Եվրամիությունը կարող է բռնել ուղարկել այստեղ ֆինանսական հոսքեր պիտի տան, չէ, ճամբարներ պիտի կազմեն, այսինքն Հայաստանը այս գործընթացի մեջ է արդեն։ Պատասխանը ինձ համար գոնե ակնհայտ է, որ Հայաստանը վաղուց այդ գործընթացի մեջ է, որովհետև հիշում եմ 2 կամ 3 տարի առաջ նմանատիպ հարց բարձրացնում էր Միացյալ Թագավորությունում, ընդ որում Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ ԿՊ-ն, եթե չեմ սխալվում, մոտավորապես այդպես 5 միլիոն դրամի սահմաններում Հայաստանի Հանրապետությունում ինչ որ ներդրում կատարելու դեպքում քաղաքացիության ստանալ։ Այդպիսի փոխկապակցված որոշակի երևույթներ տեղի ունեցան։ Բայց սա ունի մի քանի վտանգավոր այդպես կողմեր։ Առաջին հերթին աշխարհը Հայաստանի Հանրապետության ճանաչում է շատ այդպես իմ երկրի մասին չեմ կարողանում ուղղակի այլ բառապաշար օգտագործեմ, բայց ՃԿԼԱՍ-ի երկիր է համարում, որտեղ որ այո միգրանտներին կարելի է ուղարկել։ Եթե միգրանտներին կարելի էր 10 տարի առաջ ուղարկել աֆրիկյան դեռևս զարգացման փուլ չթևակողած պետություն, ապա այժմ Հայաստան նույնականացում է նույն Գանայի հետ, Կոնգոյի հետ եւ Հայաստան կարելի է այդ միգրանտներին հետ ուղարկել։ Սա շատ վատ է Հայաստանի Հանրապետության վարկանիշի առումով։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մասնակից է թե չէ, վաղուց ինձ համար գոնե ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկման կողմ չի հանդիսանում։ Նա ընդհանրապես հանձնակատար է, բառից բուն իմաստով հանձնակատար, որ զանգում է որևէ կողմ, դա կլինի եվրոպական կողմը, ռուսական կողմը, ամերիկյան, թուրքական թե ադրբեջանական, հանձնարարում են եւ սրանք կատարում են։ Եվ երրորդը արդեն հետևանքներն են, որը ամենավտանգավորն է։ Իսլամադավան այդ ժողովուրդը գալիս են Հայաստանի Հանրապետություն, որ ինչ անեն։ Տեսեք, եթե այդ մարդիկ ունենան հմտություն, ունենան կրթություն, ունենան գիտելիք,
Այսինքն տնտեսության որևէ ճյուղում ներգրավելու պատրաստակամություն եւ պատրաստվածություն, ապա Եվրոպան անմիջապես նրանց գործին կներգրավի։ Եվրոպայի տնտեսությանը ինչը Աշխատուժի կարիք ունի։ այո, ինչը զարգ տվեց, ուկրաինական պատերազմը, որ ուկրաինական ներգաղթյալները գնացին եւ սպասարկման ոլորտը ամբողջությամբ վերցեցին։ Շինարարությունը, վարսավիրությունը, ռեստորաններում սպասարկման ոլորտները եւ տարբեր ոլորտներում սպասարկումը ուկրաինացիները վերցեցին։ Ինչու, որովհետեւ էժան աշխատուժ էին համարում։ Այսինքն եվրոպացիներին արդեն դժվար էր, բարդ էր 3-ից 5000 եվրո բարձրացնել, որպեսզի կարողանան իրենց արտադրանքը Եվ ես դες ասեմ, եվրոպացիները քննարկում էին, որ ուկրաինական պատերազմը իրենց օգտին ծառայեց, ինչու, որովհետև մի քանի միլիոն էժան աշխատուժ, բայց ամենակարևորը քրիստոնյա այո, զանգված, բնակության զանգված գնաց իրենց մոտ եւ բալանսավորեց իսլամադավանների, այսինքն իրենք դրա հաշվին, այսինքն մի քանի միլիոն ուկրաինացիների հաշվին, իրենք մի քանի միլիոն պակաս Աֆրիկյան եւ Մերձավոր Արևելքի բնակիչների կընդունեն, աշխատուժի հարցը կլուծեն, միևնույն ժամանակ իսլամադավանների թիվը կնվազեցնեն, այսինքն սա շատ կարեւոր է, որտեղ մենք իսլամի դեմ որևէ բան չունենք, այստեղ խնդիրը իսլամը չի, խնդիրն այն է, որ մշակութային տարբերություն կա, եւ երբ դու քո պետություն բերում ես մի քանի տասնյակ հազար, ենթադրաբար բերելու ես մի քանի տասնյակ հազար իսլամադավաններ, չի կարող կոնֆլիկտային իրավիճակ ուղղակի չլինել, չի կարող չլինել։ Միջանձնային կոնֆլիկտներ միանշանակ լինելու են, այսինքն դրան, եթե դու նույնիսկ բերում ես, մենք դեմ չենք իհարկե որևէ մեկի ներգաղթին Հայաստանի Հանրապետություն, բայց պետք է պատրաստ լինես դրան, ինստիտուցիոնալ կերպով պատրաստ լինես, որպեսզի կարողանաս վերահսկես։ Դու նույնիսկ Երևանի կենտրոնում, Կիլիկիայում, վերջինն է դրա համար եմ ասում, յուրաքանչյուր երևի օրու մեջ մենք անընդհատ ականատես ենք լինում այդպես հրաձգությունների մարտաֆիլմ հիշեցնող։ Եթե դու չես կարողանում նույնիսկ նույն ազգի պատկանող անձանց, այսինքն միայն հայերի այդպես միջանձնային կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունները կանխարգելես, դու հաստատ չես կարողանալու միջազգայինները իրականացնես։ Սա առաջին խնդիր։ Երկրորդ խնդիրը, այդ մարդիկ եթե ունակ չեն աշխատանքի բերում ես Հայաստանի Հանրապետություն, որ ինչ անես։ Երրորդ կարևորագույն խնդիրը, մենք այդ թվում դեմ չենք մեր հարևան եւ բարեկամ պարսիկների Հայաստանի Հանրապետության ներգաղթին, Հնդկաստանի քաղաքացիների Հայաստանի Հանրապետության ներգաղթին, բայց եկեք Հայաստանի այժմյան աշխատանքի շուկան ուսումնասիրենք։ Ամբողջ առաքման ծառայությունները հնդիկները վերցրել են իրենց ձեռքը, քլինինգային մաքրության ծառայությունները ամբողջությամբ վերցրել են իրենց ձեռքը, սպասարկման ոլորտ, շինարարություն եւ այլն։ Մի կողմից Հայաստանի Հանրապետությունում վերջին 5 տարիներին ԿՊ-ի կառավարման 180,000-ի շրջանակներում է գործազրկությունը, մոտավորապես 950-ից 1 միլիոն էլ աշխատուժից դուրս բնակչությունը։ Մի կողմից մենք ունենք ահռելի գործազրկություն եւ աշխատուժից դուրս բնակչություն, հաջորդ կողմից ունենք աշխատանքի պահանջարկ, որը բավարարվում է ընդհանրեն օտարերկրյա ներգաղթյալների հաշվին։ Այսինքն դիսբալանս ունենք Հայաստանում ձևավորված, որ եթե Աստված մի արասը Եվրոպայի որոշումով էմիգրանտներ նորից կան Հայաստանի Հանրապետություն, դիսբալանսը ավելի խորանալու։ Սրանք, գիտեք, յուրաքանչյուրը մի քանի այսպես ուղղություն ունեցող խնդիրներ կամ հետևանքներ առաջացնող են 3-4, բայց որոնք պրիմիտիվ լուծումներ են պահանջում։ Այդ թվում, գիտեք, եթե նույնիսկ պետք է որոշում ընդունվի, որ պետք է ներգաղթյալները գան, ամիսների այդպես որոշման կամ ամիսների աշխատանքի կարիք է ընդհանրապես զգացվելու կամ պահանջվելու, որպեսզի ինստիտուցիոնալ կերպով պատրաստ լինենք եւ ընդունենք։ Լավ, խոսում եք մեր ներքին գործերի նախարարը հանցագործությունների կամ հրազենի գործադրման հանցագործությունների թվի նվազման մասին։ Եկեք 5 տարի հետ գնանք եւ հիշենք, այսքան շատ էր հրազենը։ Ընդ որում տեխնիկական սարքավորումներով էլ քանի որ քաղաքը լավ հագեցված է, արդեն ամբողջական process-ը կարողանում ենք մենք տեսնել։ Ես չեմ հիշում այդ թվում մեր երիտասարդության տարիներին, երբ որ մենք համարձակ կերպով կռիվ չանեինք։ Չէր գործադրվում դանակ, սառազենք, չէր գործադրվում հրազեն։ Սա արդեն մշակութային փոփոխություն էին կանում։ Մշակութային։ Հիմա տեսնում ենք երկու կողմերը մոտենում են իրար, նույնիսկ բարև չկա, խոսակցություն չկա, երկու կողմից կրակոցներ։ Ու մենք նման պարագայում, երբ որ ունենք անկորցիան մատնված ներքին գործերի նախարարություն եւ որոնց իհարկե այնտեղ որակյալ շատ կադրեր կան, ի պատիվ իրանց եւ բարձր սպայական կազմում եւ միջին սպայական կազմում, բայց ամենայն դեպս այս մարդիկ անդադ հանձնարարական են ստանում բացառապես քաղաքական գործունեությամբ զբաղված անձանց հետևից գնալու։ Այսինքն մենք չենք կարողանում պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում նորից եմ կրկնում նույն ազգի, նույն էթնոսին պատկանող անձանց միջանձնային հարաբերությունները վաղ կարողանալու ենք պաշտպանենք էմիգրանտների այդպես եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների
միջանձնային հարաբերությունները կամ հաջորդ քննարկումը վստահ եմ լինելու է ադրբեջանցիների Հայաստանի Հանրապետությունում որոշակի խմբականակի համենայն դեպս բնակեցման հարցը։ Մենք կարողանալու ենք, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով գնացել եւ կռվել է, ում ընկերի իր աչքի առաջ զոհվել է, ում որդին, ում հայրը եւ այլն, նրանք կարող են ուղղակի այդպես հանդուրժողականություն ցուցաբերել, վստահ եմ ոչ։ Իսկ եթե դու վստահ ես, որ նա չի կարող հանդուրժողականություն ցուցաբերել, ապա պարտավոր ես իրավապահ համակարգը կարգաբերել, որպեսզի կարողանաս այդ Այստեղ նաև մի խնդիր կա։ պատերազմը չտեղափոխել պետության։ Պարոն Սարգսյան, դուք ասեք մենք 180,000 գործազուրկ ունենք։ Այստեղ նաև պետական ինստիտուտների տեսեք աշխատանքի գնահատականն է, երբ դու չես կարողանում քո հասարակության գործազուրկ հատվածին աշխատացնել, բերել աշխատաշուկա եւ փոխարենը այլ երկրներից թվում է թե էժան աշխատուժ, բայց ասեմ հնդիկները արդեն վաղուց էժան աշխատուժ չեն։ Ստորագրում եմ ձեր ասածը։ Գոնե ես մի քանի անգամ շինարարության 2-ից 3 ոլորտ բառից բունի մասով սեփականաշնորհել է։ Ու էժան չի այլևս այդ աշխատուժը։ Էժան չի այդ աշխատուժը, այսինքն այդ մոլորությունից էլ դուրս գանք եւ այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Հայաստանից հայերի արտագաղթը չի դադարում։ Այսինքն դու մի կողմից բերում ես այլ պետություններից միգրանտների, մյուս կողմից չես ապահովում այնպիսի միջավայր, որ հայաստանցիները այս հայերը այստեղ մնան։ Եվ կա հակառակ կողմից արդեն արտագաղթ եւ դեմոգրաֆիկ պատկերը էականորեն փոխվելու է, այսինքն չի կարող 10 տարի հետոյվա Հայաստանը նման լինել այսօրվա Հայաստանին։ Եվ այդ 10 տարի հետոյվա Հայաստանը ունենալու է իր խնդիրները։ Ես ամենևին օրինակ դեմ չեմ հնդիկների այստեղի ներկայության, բայց ես մի քանի անգամ տեսել եմ համացանցում կրիմինալ պատմություններ իրենց մասնակցությամբ, հա, դրսևորումներ, որոնք մեր մշակույթին հատուկ չեն եւ իրենց օրինակ իրենց միջավայրում դա նորմալ է դիտվում։ Եվ այսպես շարունակ, այսինքն դու այդ փոփոխությունները գալու են, բայց պետությունը դրան պատրաստ չի։ Պետությունը ներողություն, մի կարևոր դրվագ է եւ ես ինչու եմ վստահ, որ սա քաղաքականություն է։ Այս Եվրոպայի որոշումը, միգրանտների հավանական ընդունումը, որովհետեւ սրա մասին ամենաակտիվը խոսում էր Արսեն Թորոսյանը։ Խորհրդարանում երբ падգամավոր էր, ասում էր մենք հայերի հաշվին դեմոգրաֆիական խնդիրը չենք կարողանում լուծել, պետք է խնդիր չտեսնենք, այլ էթնիկ միավորների հաշվին այդ հարցը լուծել։ Հիմա Արսեն Թորոսյանը ով է? Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, որը այն նախարարությունն է, որ առաջին հերթին պիտի զբաղվի միգրանտներով է գտնվում։ Տեսեք, դժվար է դրանց մեկնաբանել, որովհետեւ միայն այստեղ կարող եմ նկատել իրենց իրապես անկեղծությունը։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմի շատ անդամներ այդպես անկեղծ ասում են ինչ են անելու, այսինքն նախապատրաստում են մեր հասարակությանը, որ այո գալու են միգրանտներ եւ Եվրոպայից այդպես արաբներ, չգիտեմ, աֆրիկյան տարբեր պետությունների քաղաքացիներ եւ ավելի շատ կարծում եմ այդպես թաքնված, բայց ակնկալիքը Ադրբեջանից ներկայացնելու մասին է։ Նորից ասելիք չունեմ, ամբողջը ասեցիք, որից պետք է ընդհանրապես մենք պատրաստ լինենք, համենայն դեպս ընդդիմադիր գործիչները, ընդդիմադիր ուժերը պետք է պատրաստ լինեն, որովհետև ակնհայտ է իշխանության վարքագիծը։ Մենք պետք է կասեցնենք նրանց Հայաստանի Հանրապետության կործանման քաղաքականությունը։ Դեմոգրաֆիկ պատկերի վերաբերյալ այսպես շատ ավելի աղետալի է իրավիճակը։ Անդադ վիճակագրական ցուցանիշներով հրապարակվում է 1.6-ից 1.7 բնական վերարտադրության գործակիցը, ինչը նշանակում է մոտավորապես 70 տարում առկա բնակչության կիսում, այսինքն 3 միլիոնից պետք է դառնանք 1.5 միլիոն։ Բայց Արցախյան պատերազմից հետո այդ ցուցանիշը չփոխվեց։ Ես խորը այդպես կասկածներ ունեմ, ընդ որում բավականին հիմնավոր կասկածներ, որ ցուցանիշը 1.6, 1.7 չի, այլ 1.4-ից 1.5 է, ինչը նշանակում է, որ առաջիկա 50 տարում պետք է Հայաստանի Հանրապետության բնակչությունը կիսվի։ Եվ իդեպ ՄԱԿ-ի գնահատականները հենց այդպեսին են, որ 50 տարի հետո Հայաստանում մոտավորապես 1 միլիոնից մի քիչ ավել մարդ է ապրել։ Այսինքն, եթե միայն բնական վերարտադրությունով Հայաստանի բնակչությունը կիսվում է, արտագաղթի տեմպերը անընդհատ ավելանում են, այսինքն այսպիսի իրավիճակում, գիտեք, ռուս-ուկրաինական պատերազմը չարիք է ինքը, բայց այդ թվում Հայաստանի Հանրապետության համար որոշակի բարենպաստ պայմաններ է ստեղծել։ Այդ թվում արտագնա աշխատանքի մեկնելու առումով։ Հիմա ժամանակն է իսկապես, որպեսզի արտագաղթի դեմ կարողանանք պայքարենք։ Որտեղ է Հայաստանի Հանրապետության այդպես որ ուղղությամբ է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ավելի շատ արտագաղթում կամ արտագնա աշխատանքի մեկնում։ Գերակշիռ մեծամասնություն Ռուսաստանի Դաշնություն, որտեղ աշխատանքային պայմանները այս պայմաններությամբ շատ ավելի վատն է,
Այսինքն միայն սոցիալական խնդիրներից դրդված չեն մարդիկ արտագաղթում եւ անվտանգային առումով Հայաստանի Հանրապետությունից անվտանգ չէ, եթե իհարկե այդպես Սիբիրյան ուղղությունները չեն կամ Խորքի ուղղությունները չեն։ Հետևաբար այդ բարենպաստ պայմանը ստեղծվել է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա արտագաղթի դեմ պայքարի, ավելին կարողանա ներգաղթ կազմակերպի, բայց Հայաստանի կառավարության նպատակը ոչ թե մեր հայրենակիցների հայրենադարձումն է, այլ ադրբեջանցիների, աֆրիկացիների, արաբների, հնդիկների եւ այլնով Հայաստանի Հանրապետության բնակեցում։ Այսինքն սա նա է, ինչը որ ցանկանում է Թուրքիան հարյուրամյակներ Ընդ շարունակ։ որում լավ է որ տեսեք սովորաբար բոլոր հասարակությունները հարստանում են, երբ այլ հասարակություններից օգտակար էլեմենտները գալիս են քեզ մոտ ապրելու։ Բայց մի բան հասկացեք, սիրելի ժողովուրդ, սա վստահ եմ դուք ինձանից լավ գիտեք։ Մարդը, որը գնացել ասել է Եվրամիություն, ու իրան չեն ընդունել, դուք էլ ձեր խոսքում ասացիք։ Ավելին մարդը, որը ապօրինի է ասել Եվրամիություն, իրան էլի չեն ընդունել, համարել են ինքը այնտեղ անպետք է։ Ուրեմն դա այդ հասարակությունների նստվածքն է, դե լավ բան չի գալու դրա հետ։ Այսինքն վատ չի որ արաբ բժիշկը, ոսկերիչը, մարդը սպասարկման ոլորտի մասնագետը գա այստեղ։ Վատ չի որ Աֆրիկայից գան, վատ չի որ Հնդկաստան, քանի Հնդկաստանից ուսանողներ կային բժշկականում սովորում էին, այսինքն դա մեր հարստությունն էր, բայց երբ որ ասենք Հնդկաստանի հասարակության են հիմա հասարակություն տիղմն է գալիս, հա, այստեղ։ Ինքը իր այդ բերում է իր մշակույթը։ Երբ որ դուք ընդունում եք, տեսեք, նաև այս հարցը կա, երբ որ դուք ընդունում եք տասնյակ հազարավոր իսլամադավաններ, դուք բացի նրանից, որ կա թուրքական ազդեցություն այս կամ այն կերպ, դուք նաև իսլամի միջոցով եք այդ ազդեցությունը բերելու այստեղ։ Իհարկե։ Հիմա տեսեք, ամենաէլեմենտար օրինակներից վերցնենք։ Սիրիա հայերը, Սիրիայի այդպես պատերազմի ակտիվությունից հետո կհիշեք, այդպես մեծ խմբականակ եկան Հայաստանի Հանրապետություն ու իրենք իրենց հետ իրապես մշակույթ բերեցին։ Ավտոտեղ սպասարկման ոլորտում բերեցին ամենավորակյալ տեղ սպասարկողներ։ Այո, ընդ որում վերաբերմունքի առումով, պատասխանատվության առումով, ժամանակի խնայման առումով, հոռեկա ոլորտում, ռեստորանային ոլորտներում բերեցին այդ մշակույթ, տարբեր ոլորտներում բերեցին մշակույթ։ Լավ էր, այո, այստեղի վատին էլ իրենց հետ փոխեցին դեպի դրականը, դեպի լավ։ Բայց հիմա նույն աֆրիկացին, եթե հասել է Եվրոպա, Եվրոպան ունի էժան եւ որակյալ աշխատուժի կարիք։ Աֆրիկայից եթե ապօրինի ներգաղթել է Եվրոմիություն, հաստատ էժան աշխատուժ է, այո։ Մնում է որակյալը։ Այսինքն որակ չկա, չէ՞ որ նրանց դուրս են հանում։ Եթե զոդողը, սվարչիկը գնացել է Եվրոպա եւ գործ չի գտել, Հայաստանում հաստատ չի գտնելու։ Այսինքն գալու է Հայաստան, հետո ինչ ենք անելու մենք այդ մարդկանց։ Ինչպես ենք պահելու։ Մի հատ էլ նույն Արսեն Թորոսյանը, որ նախապատրաստվում էր Հայաստանի այդպես դեմոգրաֆիկ պատկերը փոխելուն, պետք է 2027 թվականի բյուջեից լրացուցիչ գումար խնդրի կառավարությունից, որպես տան այդ մարդկանց նպաստներ բաժանի։ Ինչպես են պահելու։ Թե եթե Եվրամիության այդ հարցը կա, քննարկեք, Հայաստանից ապօրինի գնացածներին բերեք։ Ասեք մենք իհարկե բարեկամաբար ենք տրամադրված Եվրամիություն, ուզում ենք ձեզ օգնել, բայց խնդրում եմ մեզ ուղարկեք մեր ապօրինի միգրանտներին, որ էլի տասնյակ հազարավոր հայաստանցիներ գնացել են Եվրոմիության եւ Եվրոմիության անդամ։ Բայց Եվրամիությունը պատրաստ չի Հայաստանից գնացածներին թողել։ Հա, որովհետեւ իրենք ելնում են իրենց ավելի որակյալ մասնագետներ։ Ընդ որում, մենք գիտեք, շատ դեպքերում այսպես կարող ենք որևէ արևմտյան ուղղության, հյուսիսային ուղղության, հարավային ուղղությամբ կարող ենք քննադատաբար խոսել։ Բայց օբյեկտիվորեն մենք պետք չի քննադատենք։ Ախր շատ տրամաբանական է, որ յուրաքանչյուր երկիր պետք է գործի իր ելներով իր շահից։ Իրանք խնդիր ունեն, ուզում են լուծել։ Հիմա թե Հայաստանը պատրաստ է դա իր հաշվին անել, խնդրեմ։ Շատ վատ օրինակ եկեք բերեմ, օրինակ եթե մարդը չի սիրում փնթիությունը իր շրջակայքում, մեքենայի մեջ աղբ չի թողնում, չէ՞ որ օրինակ օգտագործած անդերոցիկ, սիգարետի մնացորդի եւ այլն պատուհանից դուրս են ետում։ Սրանք էլ են փնթի, որ իրենց միջավայրը մաքրում են, բայց իրենց երկրի, այսինքն իրենց մեծ տունն են աղտոտում, բայց ավելի կազմակերպվածներ ինչ են անում, կանգնում են աղբարկի մոտ եւ ուղղակի աղբը շպրտում են։ Հիմա Եվրոպան սանիտարական գործունեություն է մեկնարկել։ Իր մոտից անպետք, իհարկե ներողություն ձևակերպման համար, բայց այդպես է դուրս գալիս։ Անպետք եւ բարիք չստեղծող այլ սպառողական հասարակությանը վտարում է, մաքրում է իր շրջակայքը։ Հիմա այդ շրջակայքը կլինի Հայաստանի հաշվին, այսինքն Հայաստանը կլինի իր այդ օրինակի մեջ պատուհանից նետած սիգարետը, թե ինքը կլինի շատ ավելի պատասխանատու Հայաստանի հանդեպ եւ այլտեղ կուղարկի, սա կախված է բացառապես Հայաստանի Հանրապետությունից։ Մենք ցանկանում ենք աղբաման լինենք, թե մենք ցանկանում ենք լինել ընդհանուր աշխարհի մասնիկը, որտեղ բոլորը հոգատար են, բոլորը պատասխանատու են տվյալ տարածաշրջանի նկատմամբ։
Ընդ որ մարձանագրենք, որ միգրանտների հոսքը դա նաև աշխարհաքաղաքականություն է։ Վերջերս վստահ եմ մամուլի շատերը տեղյակ են իսպանական երկու քաղաքներ, որոնք բուն Իսպանիայի տարածքում չեն գտնվում, այդ Մարոկոից միգրանտների հոսքը մոտ 60-70 հազար, դա կոնկրետ պատասխաններ, այսինքն այդ միգրանտների ալիքով պատասխանեցին Իսպանիայի կառավարության վարած քաղաքականությանը, եւ սա նաև Միացյալ Նահանգների աջակցություն ուներ, ասենք բան են ստեղծում, ճգնաժամ են ստեղծում Իսպանիա, իսկով ասես որ դա մեզ համար հիմա չեն ստեղծում, այսինքն այս որոշում Այդ նույնիսկ քննարկվում է նրանց Եվրամիության անդամակցության կասեցման հարցը մինչև խնդրի լուծում։ Այնպես որ Հայաստանի համար կարծես թե ստեղծում են։ Տեսեք, պատերազմները, այսպիսի շատ այդպես հին հայտնի խոսք կա, պատերազմ չեն սիրում նույնիսկ նրանք, ովքեր շահագրգիռ են։ Որտեղ պատերազմները շատ թանկ են նստում մարդկանց վրա։ Այսինքն կան շատ ավելի էժան գործիքներ։ Պատերազմը այդպես ամենածախսատարն է եւ ամենավերջինն է, որ պետք է հասնեն պատերազմի։ Եթե հնարավոր է միգրանտների միջոցով, Ադրբեջանի անվանդակ պակիստանցիների Հայաստան վերելու միջոցով Հայաստան ներսից քայքայել, ապա իմաստը ո՞րն է այդքան ռակետների վրա փողեր ծախսել, բանակի վրա այդքան փողեր ծախսել, իմաստ չկա ուղղակի։ Ինքը չոր եւ հասարակ մաթեմատիկա է։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է պայմանականորեն $1 միլիարդ էմիգրանտներով լուծելու համար։ Էմիգրանտներով չլուծելու համար եւ պատերազմի ուղին բռնելու համար անհրաժեշտ է $10 միլիարդ։ Պլյուս իրենք նաեւ զոհեր կարող են տալ։ Այո, այո։ Եվ զոհը տալու են նման պարագայում իհարկե Ադրբեջանի պարագայում զոհը ոչ թե նրա խղճի եւ այդպես հումանիտար զգացումների մասին է խոսքը, այլ ուղղակի հասարակական դժգոհության, որը կարող է սպառնալիք հանդիսանալ իր իշխանության ընդհանրեն։ Սրանք բոլորը չոր մաթեմատիկական չէ, երկար ժամանակ հասարակությունը դա չէր տեսնում, բայց հետո պարզվեց, որ Թուրքիան եւ գլխավորապես Թուրքիան, բայց նաեւ վստահ եմ նաեւ Ադրբեջանը այդ ուղղությամբ կար, որ Հայաստանի ներսում ոնց էին աշխատում եվրոպական ֆոնդերով։ Այսինքն իրենք հասկանում էին, որ թուրքական ֆոնդերով Հայաստանում օրակարգեր առաջ չեն կարող են փորձել տանել, բայց դա այդքան հաջող չի լինի։ Իսկ իրենք ֆինանսավորում են եվրոպական ֆոնդեր, եվրոպական ֆոնդերով իրանց օրակարգերը այստեղ առաջ են մղում, հայ-թուրքական հարաբերություններ, չգիտեմ, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, մենք այդ հարաբերությունների կարգավորման դեմ չենք, մենք ասում ենք իրենց օրակարգով կարգավորման մասին։ Եվ հիմա այդ նույն միգրանտների հարցը թող մեր հերոստատողները նայեն, թե աշխարհում գլոբալ արևմուտքը աշխարհի տարբեր երկրներում ում միջոցով է այդ ահաբեկությունները կազմակերպում։ Իհարկե միգրանտներ։ Մերձավոր Արևելքի եւ աֆրիկյան երկրներից եկած միգրանտների միջոցով։ Եթե հասարակությունը սա պիտի իմանա, որ եթե կառավարությունը բերում է տասնյակ հազարավոր միգրանտներ, ինքը բերում է նաեւ ապագա ահաբեկություններ Հայաստանում։ Եկեք հիշենք Էրդողան-Մակրոն հերրակա մի քանի տարի առաջվա հերրակա այդպես բանավեճը, ինչպես էր Էրդողանը Մակրոնին վախեցնում իր միգրանտներով ապագա այդպես տերակտներ եւ այլն տարբեր գործողություններ իրականացնելով։ Եվ հիշում ենք, ոնց մի քանի օրվա մեջ Մակրոնը ուղղակի ձայնը կտրեց բառից բուն իմաստով։ Այսինքն սա նաեւ նրա համար է վաղ Հայաստանի Հանրապետությանը կառավարելու։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, ես ուսամ նաև ընդդիմությունը այս խնդիրների մասին խոսի խորհրդարանում, որովհետև կարևոր է սրանք բարձրաձայնել։ Մենք հիմա ոնց որ մի թեմա պատվիրակեցինք, եթե իրանք հետևում են այս օրակարգերին, արդեն օրակարգ կա։ Սա կարևոր է, մենք հետևենք նաև այս թեմայի զարգացմանը, ինչպեսի այսօր որոշում պիտի կայացվի եվրոպական երկրները պիտի նման որոշումներ կարծեք թե կայացնեն։ Հայաստանը պիտի միանշանակ դեմ լինի։ Նման Հայաստանը պիտի դեմ չլինի տարբեր ազգերի ներկայացուցիչների Հայաստան գալուն։ Գոնե ես դրան կողմ չեմ կարա լինեմ, բայց Հայաստանը պիտի որակյալ մարդկանց ընդունի, բարիք ստեղծողի ընդունի, թողան շատերը թողան, բայց այդ հասարակության են տակը մնացածը, որ Եվրոպային արդեն պետք չի, կներեք, դա պայեք ձեզ կամ ուղարկեք Թուրքիայի Հանրապետություն։ Շնորհակալ եմ։ Ես չստեմ զրուցում էի Նայիրի Սարգսյանի հետ, Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության հիմնադիր եւ ղեկավար, ցտեսություն կհանդիպենք։